Բարև ձեզ սիրելի ունկնդիրներ, եթերում կրկին ախալքալակի ձայնը ռադիոն է։ Շնորհակալ եմ, որ այսօր մենք միավորվել ենք մի թեմայի շուրջ, որը որքան պարզ է հնչում, այնքան խորքային եւ կարեւոր է մեր ներկայի ու ապագայի համար։ Մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ ամեն ինչ արագ է, տեղեկատվությունը, կյանքի ռիթմը, փոփոխությունները։ Այս արագության մեջ մենք հաճախ մոռանում ենք ամենակարևոր բաներից մեկը՝ մեզ։ Մոռանում ենք մեր առողջության, մեր հանգստի, մեր հավասարակշռության մասին։ Եվ հենց այդ պատճառով այսօր ուզում եմ խոսել մի թեմայից, որը միայն բժշկական կամ ֆիզիկական չէ, այլ շատ ավելի մեծ ու զգացմունքային է։ Այն է առողջ ապրելակերպը։ Թեմա, որն ուղղված է մեր ուժին, մեր խաղաղությանը եւ մեր ապագային։ Այսօր, երբ աշխարհը փոխվում է ավելի արագ, քան մենք ենք հասցնում նկատել, մի բան անփոփոխ է մնում։ Մեր մարմինը, մեր հոգին մշտապես կարիք ունեն խնամքի։ Մենք ապրում ենք դարում, երբ շատ ենք լսում արտահայտությունը առողջ ապրելակերպ։ Այն կարծես դարձել է մոդային բառ, սակայն իրականում այն կյանքի մեծագույն ճշմարտություններից մեկն է։ Առողջ ապրելակերպը սկսվում է ոչ թե մարզասրահներից, դիետաներից կամ կանոններից, այլ մեր մտածողությունից։ Երբ մենք սկսում ենք հասկանալ, որ մեր մարմինը միակ տունն է, որտեղ ապրելու ենք ամբողջ կյանքում, մենք սկսում ենք ավելի խորը գնահատել այն։ Մենք կարող ենք փոխել քաղաքի փողոցները, որտեղ քայլում ենք, կարող ենք փոխել դպրոցը, որտեղ սովորում ենք, կամ նույնիսկ երկիրը, որտեղ ապրում ենք, բայց մի բան երբեք չի փոխվում՝ մեր մարմինը միշտ մեզ հետ է։ Եվ այն, թե ինչպես ենք մենք վերաբերվում այդ տանը, որոշում է ինչպիսի կյանք ենք ունենալու։ Շատերը կարծում են, թե առողջ ապրելակերպը միայն ճիշտ սնունդն է կամ սպորտը, բայց դա ավելի մեծ պատկեր է։ Այն նշանակում է արթնանալ եւ զգալ, որ դու ունես ուշադրություն, ունես տրամադրություն։ Նշանակում է ապրել մի օր, որից հետո հոգնածությունը գալիս է հաճելի զգացումով, ոչ թե սթրեսից կամ ծանր մտքերից։ Շատերը հաճախ ասում են՝ ժամանակ չունեմ առողջ ապրել։ Իրականում առողջ ապրելակերպը ժամանակ չի խլում, այն ժամանակ է ավելացնում։ Երբ դու քիչ ես հիվանդանում, երբ քո միտքը թարմ է, երբ քո օրվա ռիթմը հավասարակշռված է, կյանքը դառնում է ավելի արդյունավետ եւ օրերը ավելի լիարժեք։ Առողջ ապրելակերպը նաև հոգեբանական ներդաշնակության մասին է։ Քունը, սնունդը, հանգիստը, շարժումը, հոգևոր խաղաղությունը։ Մեր հոգնածությունը, լարվածությունը, սթրեսը երբեմն այնքան արագ են կուտակվում, որ մենք չենք նկատում, ինչպես ենք կորցնում մեր էներգիան։ Բայց հենց այդտեղ է, որ առողջ ապրելակերպը բացում է ճանապարհը։ Հիշեցնում է կանգ առնել, շնչել, լսել մեր ներսի ձայնին։ Երբեմն առողջ ապրելակերպը սկսվում է փոքր որոշումից։ Քայլել մի կանգ առ ավելի, քնել մի քիչ ավելի շուտ, հանգստանալ մի քանի րոպե առանց հեռախոսի, ընտրել սնունդ, որը քեզ թեթև է դարձնում, ոչ թե ծանր։ Այս փոքր քայլերը դառնում են մեծ հաղթանակներ, որոնք ուժ են տալիս։ Բայց առողջ ապրելակերպը միայն մարմնի մասին չէ, այն նաև մեր հարաբերությունների, մեր միջավայրի, մեր հուզական աշխարհի մասին է։ Երբ մենք մեզ հետ խաղաղ ենք, մեզ հետ համերաշխ, մենք դառնում ենք ավելի հանգիստ, ավելի հավասարակշռված, ավելի վստահ։ Երիտասարդ տարիքում առողջ ապրելակերպը մեզ տալիս է էներգիա, ստեղծելու, սովորելու, երազելու համար։ Երբ մենք ուժեղ ենք, ոչ միայն ֆիզիկապես, այլև հոգեպես, աշխարհը դառնում է ավելի բաց ու հնարավորություններով լի։
Այսօրվա աշխարհում, որտեղ ամեն բան արագ է, որտեղ խոսքերից արագ են վազում լուրերը, մարդիկ, ժամանակը, մենք հաճախ մոռանում ենք մեզ։ Մոռանում ենք լսել մեր մարմնի հոգնածությունը, մեր մտքի ծանրաբեռնվածությունը։ Հետևանքն էլ պարզ է. մենք սկսում ենք ապրել առանց իրական ու զգալու կյանքը։ Սակայն առողջ ապրելակերպը մեզ վերադարձնում է հենց այդ զգացողությունը։ Ներկայի վայելքը, հավասարակշռության ուժը, հոգատարությունը ինքներս մեզ հանդեպ։ Մենք երիտասարդներս հաճախ մտածում ենք, որ ամեն ինչ դեռ առջևում է։ Ժամանակը շատ է, բայց իրականում ամենակարևոր պահը հենց այսօրվա մեջ է։ Այն պահին է, երբ որոշում ես մի փոքր ավելի շատ քայլել, մի քիչ ավելի քիչ գիշերօրեք թերթել սոցցանցերը, մի քիչ ավելի շատ հոգ տանել քո մտքի խաղաղության մասին։ Առողջ ապրելակերպը նաև այն մասին է, թե ինչպես ենք վերաբերվում միմյանց։ Խորը շունչ քաշելը, համբերություն ունենալը, բարի խոսք ասելը նույնպես հոգեկան առողջություն է։ Այն պահը, երբ հնարավորություն ես տալիս քեզ հանգստանալու, լսելու ինքդ քեզ, կարևորել այն ամենը, ինչը քեզ ուժ է տալիս, դա նույնպես առողջ լինելու ճանապարհ է։ Այս ամբողջ ճանապարհին շատ կարևոր է նաև միջավայրը, որում ապրում ենք։ Երբ շրջապատումդ մարդիկ էլ ձգտում են լինել ավելի գիտակից, ամեն ինչ փոխվում է։ Մենք դառնում ենք օրինակ միմյանց համար, ոչ թե պարտադրելով, այլ պարզապես ապրելով, այնպես, որը ոգեշնչում է մնացածին։ Ուզում եմ ընդգծել ևս մի կարևոր միտք։ Առողջ ապրելակերպը մրցույթ չէ, դա ոչինչ բացատրել չի պահանջում, ոչ մեկին նմանվելու անհրաժեշտություն չունի, յուրաքանչյուրի համար տարբեր է։ Ոմանց համար դա սպորտն է, ոմանց համար խաղաղություն բերող երաժշտությունը, մյուսների համար արվեստը կամ զբոսանքը։ Կարևորը գտնել այն, ինչ քեզ օգնում է։ Երբ մենք խոսում ենք առողջ ապրելակերպից, հաճախ մոռանում ենք մի կարևոր բան։ Այն չի պահանջում կատարյալ լինել։ Մենք բոլորս մարդիկ ենք։ Երբեմն կհոգնենք, երբեմն կդադարենք, երբեմն էլ պարզապես չենք ուզենա անել այն, ինչ գիտենք, օգտակար է։ Եվ դա նորմալ է։ Առողջ ապրելակերպը դրանից չի կոտրվում։ Այն չի պահանջում մեզնից ամեն օր հզոր լինել։ Այն պահանջում է պարզապես շարունակել։ Շարունակել, եթե փոքր քայլերով, շարունակել, եթե մեկ օր ընդմիջում ենք տալիս, շարունակել, եթե թվում է դժվար է։ Եվ հենց այդ փոքր հետևողականությունն է, որ մեզ դարձնում է ավելի ուժեղ։ Ոչ ոք չի ծնվում կարգապահ, ոչ ոք չի ծնվում առողջ սովորություններով։ Ամեն ինչ սովորում է մարդը, իսկ ամեն սովորություն սկսվում է մի պարզ որոշումից։ Ես ուզում եմ փոխվել, ես ուզում եմ լավանալ, ես ուզում եմ ավելի լավ զգալ։
Այս ճանապարհին շատ կարևոր է նաև այն, թե ում հետ ենք քայլում։ Մեր ընկերները, մեր միջավայրը, մեր համայնքը մեզ վրա մեծ ազդեցություն ունեն։ Երբ կողք կողքի կան մարդիկ, ովքեր նույնպես ձգտում են լինել ավելի առողջ, մենք դառնում ենք միմյանց շարժիչ ուժ։ Երջանկությունն ու հավասարակշռությունը վարակիչ են, ինչպես նաև վատ սովորությունները։ Ու այդ պատճառով է կարևոր ընտրել այն մարդկանց, որոնք քեզ առաջ են տանում, ոչ թե կանգնեցնում։ Առողջ ապրելակերպը նաև այն մասին է, որ պետք է համադրել ուժը և հանգիստը։ Այն ոչ միայն վազքի մասին է, այլ նաև կանգ առնելու մասին է։ Երբ գիտես, որ իրավունք ունես թույլ տալ քեզ հանգստանալ, դա արդեն հոգեկան առողջության նշան է։ Երբ գիտես, որ պարտադիր չէ մրցել ուրիշների հետ, սա նույնպես առողջության նշան է։ Երբ գիտես, որ կարևոր է դու ինքդ ես, ոչ թե ուրիշների կարծիքը, հենց դա է փոխում ամեն ինչ։ Այսօր, երբ աշխարհը լի է արագ փոփոխություններով, տեղեկատվության հոսքով, սթրեսով ու անհանգստությամբ, առողջ ապրելակերպը դառնում է ոչ թե ցանկություն, այլ անհրաժեշտություն։ Այն դառնում է մեր վահանը, մեր ուժը, մեր հավասարակշռությունը։ Եվ եթե մենք հիմա այս տարիքում սովորում ենք ճիշտ վերաբերվել մեր մարմնին ու հոգուն, ապա ապագայում կունենանք ավելի կայուն, ավելի խաղաղ, ավելի ուժեղ սերունդ։ Սերունդ, որը չի վախենա հոգ տանել իր մասին, չի ամաչի խոսել հոգեկան առողջությունից, չի անտեսի իր կարիքները։ Եվ հենց այդ պատճառով ես ուզում եմ, որ մեզնից յուրաքանչյուրն այսօր իրեն հարց տա. ինչ կարող եմ անել հենց հիմա, որ ինձնից ավելի լավ տարբերակ ստեղծեմ վաղը։ Մի քայլ, մի որոշում, մի փոքրիկ փոփոխություն։ Եվ այդ փոքրիկ քայլը կարող է դառնալ ամբողջ կյանքի փոփոխության սկիզբը։ Շնորհակալ եմ բոլորիդ ուշադրության, վստահության, ցանկության համար ավելի տեղեկացված ու գիտակից դառնալու։ Շնորհակալ եմ, որ այսօր այստեղ եք, որ լսեցիք, որ մտածեցիք, որ փորձեցիք գտնել յուրաքանչյուր բառի մեջ մի բան, որը ձեզ կարող է օգնել։ Շնորհակալ եմ ծնողներին, ուսուցիչներին, ընկերներին, բոլոր նրանց, ովքեր ամեն օր փոքր քայլերով մեզ հուշում են հոգ տանել մեր մասին։ Շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր հավատում են, որ փոփոխությունը սկսվում է փոքր քայլից, եւ որ ամեն մարդ կարող է դառնալ իր շրջապատում դրական օրինակ։ Եվ ամենակարևորը, շնորհակալ եմ հենց ձեզնից յուրաքանչյուրին, որ փորձում եք լինել ավելի լավը, ավելի ուժեղը, ավելի գիտակիցը։ Ձեր ընտրությունները ձևավորում են ոչ միայն ձեր ապագան, այլ մեր բոլորի ապրած միջավայրը։ Շնորհակալ եմ, որ միասին անցկացրինք այս պահը։ Շնորհակալ եմ, որ լսեցիք։ Շնորհակալ եմ, որ ընտրում եք առողջ կյանքը։ Ձեզ հետ է Նախաքաղաքի ձայնը ռադիոն։ Մնացեք մեզ հետ, որպեսզի բաց չթողնեք հետագա հետաքրքիր հաղորդումները։